Երկ երկոց երեք մարդը գիշերն անկող լույս մեջ փնտրեցի իմ հոգու սիրածին, փնտրեցի նրան, բայց չգտա, կանչեցի, բայց ինձ ձայն չտվեց, վեր կենամ, շրջեմ քաղաքում, անցնեմ փողոցներ ու հրապարակներ և փնտրեմ նրան, իմ հոգու սիրածին, փնտրեցի նրան, բայց չգտա, կանչեցի նրան, բայց ինձ ձայն չտվեց, քաղաքում շրջող պահապանները հանդիպեցին ինձ, հարսն ասում է պահապաններին. արդյոք չեք տեսել իմ հոգու սիրածին, երբ նրանցից փոքր ինչ անցա, ես գտա իմ հոգու սիրածին, գտնելով Փեսային ասում է. բռնեցի նրան և բաց չթողեցի, մինչև որ նրան իմ մոր տունը չտարա և այն սենյակը, ուր իմ մայրն հղիացել է ինձ նոր, հարսն օրիորդներին երդվեցնում է երկրորդ անգամ, երդվեցեք ով Երուսաղեմի դուստրեր, հողի և հանդի զորության վրա, որ երբ վեր կենաք, դուք իմ սիրածին չեք արթնացնի, մինչև որ ինքը չկամենա, Փեսան ասում է հարսի մասին, երրորդ երկ կինը, ով է սա, որ ելել գալիս է անապատից, բարձրանալով, ինչպես ծառացած ծուխ, ինչպես զմուրսի և կնդրուկի և ամեն տեսակ յուղերի փոշու սյուն, օրիորդներն ասում են այսպես. ահա Սողոմոնի գահավորակը, նրա շուրջը Իսրայելի 60 սպառազեն քաջեր են կանգնած, բոլորն էլ սուսերավորներ և հմուտ պատերազմողներ, և յուրաքանչյուրը սուր ունի ազդրին, գիշերվա արհավիրքների համար, Սողոմոն արքան իր համար գահավորակ պատրաստեց, Լիբանանի մայրի փայտերից, նրա սյուները շինեց արծաթից, նրա սնարները ոսկուց, իսկ ձեղունը ծիրանի կերպասից, նրա ներսը ակնազարդ է, Երուսաղեմի դուստրերի սերն է սփռված, ելեք, ով Սիոնի դուստրեր, և նայեցեք Սողոմոն արքային ու նրա պսակին, որով մայրը նրա հարսանիքի օրը, իր որդու սրտի ուրախության օրը պսակեց նրան։